Այցելուները կարող են ավելի քան 3000 տարի հետ գնալ, տեսնելու հին Եգիպտոսի ամենահայտնի փարավոններից մեկին՝ Ռամզես Մեծին, նրա գահակալությունը, հզորությունն ու ժառանգությունը նշող ցուցահանդեսում։ Ռամզեսը եւ փարավոնների ոսկին ցուցահանդեսում ներկայացված են Ռամզեսի գահակալության շրջանի 188 անգին արտեֆակտները եւ շքեղ գանձերը, այդ թվում զարդանախշերով փորագրված սարկոֆագներ, կենդանիների մումիաներ, շքեղ զարդեր, ապշեցուցիչ թագավորական դիմակներ եւ նրբագեղ թալիսմաններ։ Ցուցադրվելու են նաեւ բազմաթիվ առարկաներ, որոնք երբեք չեն լքել Եգիպտոսը, այդ թվում բնօրինակ փայտե սարկոֆագը, որի մեջ մի ժամանակ պահվել է Ռամզես II-ի մումիան։ Ցուցահանդեսում նաև վիրտուալ իրականության ներգրավման փորձ կարվի։ Այն այցելուներին կտեղափոխի Ռամզեսի ժառանգության խորքը, Թագուհի Նեֆերտարիի շքեղ դամբարանից մինչև Աբու Սիմբելի հուշարձանային տաճարները։ Ռամզեսը եւ փարավոնների ոսկին գրքում ներկայացված ավելի քան 3000 տարվա պատմություն ունեցող բոլոր արտեֆակտները վերցված են Եգիպտոսի թանգարաններից եւ պատմական վայրերից ու ցուցահանդեսին տրամադրվել են Եգիպտոսի հնությունների գերագույն խորհրդի կողմից։ 19-րդ արքայատոհմի փարավոն Ռամզես II-ը Եգիպտոսը կառավարել է գրեթե 67 տարի եւ նշվում է որպես հզոր զորավար արքա, որը նպաստել է, որ հին Եգիպտոսը հասնի իր քաղաքակրթության գագաթնակետին։ Հայտնի լինելով իր հուշարձանաշինության, ռազմավարության եւ դիվանագիտության, նաեւ ավելի քան 100 երեխայից բաղկացած հսկայական դինաստիայի համար, Ռամզեսը մնում է պատմության ամենախորհրդանշական փարավոններից մեկը։ Լոնդոնից բացի այս ցուցահանդեսը ներկայացվել է Փարիզում, Սան Ֆրանցիսկոյում, Սիդնեյում եւ Տոկիոյում։ Շրի Լանկայում ծնված հացթուղ Սիդհամ Պարապիլայ Ջեգաթիպանին շրջապատել են շնորհավորող հաճախորդները Փարիզի հարավում գտնվող իր հացաբուլկեղենի խանութում, մայրաքաղաքի լավագույն ավանդական բագետի մրցանակն առաջին փորձից շահելու 1 օր անց։ 43-ամյա Ջեգաթիպանը Ֆրանսիա է ժամանել 2003 թվականին, աշխատել է ռեստորաններում եւ հացաբուլկեղենով զբաղվել սկսել է միայն 2008 թվականից։ Նա այս հմտությունը ձեռք է բերել բացառապես աշխատանքային փորձի ընթացքում, մասնագիտական վերապատրաստում չի անցել։ Ջեգաթիպանի բագետը գերազանցել է 100-ից ավելի մասնակցի ներկայացրած հացերին։ Ժյուրին գնահատել է բագետի տեսքը, բույրը, թխուկի որակը, համը եւ փշրանքների կառուցվածքը։ Ես երբեք չէի մտածի, որ կհաղթեմ մրցույթում։ Սա ինձ համար առաջին մասնակցությունն էր եւ ես հաղթեցի առաջին անգամ։ Ես երջանիկ եմ։ Իմ դուստրը երեք ասաց ինձ, որ տուն չեն թողնի, եթե չհաղթեմ։ Նա շատ ուրախ էր, երբ ես զանգահարեցի 3 կեսօրին եւ ասացի, որ հաղթել եմ։ Ամենամյա մրցույթի հաղթողին շնորհվում է 4000 եվրո դրամական մրցանակ եւ Ֆրանսիայի նախագահի գրասենյակը 1 տարի բագետներով ապահովելու պատիվը։ Մրցույթի ժյուրին թույլատրում է միայն ալյուրի, ջրի, աղի եւ խմորիչի ավանդական բաղադրատոմսը, չնայած յուրաքանչյուր հացթուղ ավելացնում է իր սեփական փոքրիկ գաղտնիքը։ Չափազանց հայտնի ճապոնական մեդիա կերպարը Պոկեմոնը դառնում է 30 տարեկան։ Ստեղծողը Սատոշի Տաջիրին ոգեշնչվել է միջատներ եւ փոքր կենդանիներ հայտնաբերելու եւ որսալու իր մանկական սիրելի զբաղմունքից եւ 1996 թվականին Ճապոնիայում թողարկել է Pocket Monsters-ը կամ գրպանի հրեշները որպես Nintendo Game Boy։ Ավելի ուշ անվանումը կրճատվել է եւ դարձել Պոկեմոն։ Այդ ժամանակվանից ի վեր Պոկեմոնը դարձել է Գինեսի ռեկորդակիր, որպես աշխարհի ամենաարժեքավոր ֆրանշիզա, որի ընդհանուր եկամուտը գերազանցել է $100 միլիարդ։ Այն ներառում է անիմացիոն հեռուստաշոու, մի քանի ֆիլմ, խաղային քարտեր եւ տեսախաղեր։ Այս ամսվա սկզբին հազվագյուտ Պոկեմոնի քարտը զուգորդված ադամանդներով զարդարված բզնոցի հետ վաճառվել է մոտ $17 միլիոն։ Հարավային Կորեայի ծնելիության մակարդակը 2025 թվականին աճել է երկրորդ տարին անընդմեջ։ Այդ մասին են վկայում երկրի կառավարության ներկայացրած տվյալները։ Սա վկայում է այն մասին, որ գրեթե 1 տասնամյակ ժողովրդագրական ճգնաժամի մեջ գտնվող Հարավային Կորեան կարող է նոր էջ բացել։ Երկրի տվյալների եւ վիճակագրության նախարարության նախնական տվյալների համաձայն ընդհանուր ծնելիության մակարդակը, կնոջ կողմից իր վերարտադրողական կյանքի ընթացքում ծնված երեխաների միջին թիվը 2025 թվականին կազմել է 0.80։
Մինչդեռ 2024 թվականին այդ ցուցանիշը 0.75 էր։ Հարավային Կորեայում նորածինների թիվը սկսել է վերականգնվել 2024 թվականին, համավարակից հետո աճի շնորհիվ եւ կառավարության քաղաքականության աջակցությամբ։ 8 տարի անընդմեջ անկումից հետո։ Այդ ժամանակ, օրինակ 2023 թվականին, գրանցվել էր աշխարհի ամենացածր ծնելիության մակարդակը 0.72։ 2025 թվականին 1000 մարդու հաշվով գրանցվել է 5 նոր ծնունդ, ինչը 2024 թվականի 4.7 համեմատ ավելի է։ Համեմատության համար նշենք, որ անցած տարի Չինաստանում այդ ցուցանիշը 5.6 էր, իսկ 2024 թվականին Ճապոնիայում գրանցվել է 5.7 ցուցանիշ, որը նվազման միտում ունի։ Ամուսնությունների աճ կա։ COVID-19-ի պատճառով հետաձգված ամուսնությունների զգալի մասը կուտակվել էր, հետաձգվել։ Ուստի 2022 թվականի օգոստոսից 8 ամիս անընդմեջ ամուսնությունների թվի աճ է գրանցվել։ Ինչ վերաբերում է ամուսնություններին, որոնք անմիջական կապ ունեն ծնելիության մակարդակի հետ, ապա 2025 թվականին դրանք աճել են 8.1%-ով, 2024 թվականին գրանցելով պատմության մեջ ամենամեծ 14.8% աճը։ Իրաքում ընտանի աղավնիները երկրի թռչունների սպորտաձևերի կենտրոնում են, որտեղ նրանց բուծում եւ մարզում են մրցարշավների համար։ 2023 թվականից ի վեր Նաջաֆի միջազգային մրցարշավային կենտրոնը մարզում է թռչուններ ամբողջ երկրից, մեծացնելով եւ մարզելով նրանց հարյուրավոր կիլոմետրեր ձգվող երկարատև թռիչքին դիմակայելու համար։ Կենտրոնի սեփականատեր Ֆարես Ֆադենն ասել է, որ իրենք հազարավոր աղավնիներ են մարզում անապատային ձեղնահարկում, սկսած կարանտինային ստուգումներից եւ վերջացրած թռիչքային մարզմամբ։ Յուրաքանչյուր թռչուն կրում է էլեկտրոնային նույնականացման օղակ, որը թույլ է տալիս աղավնիների տերերին եւ կազմակերպիչներին ճշգրիտ հետևել իրենց թռչուններին, որոնք մրցելուց առաջ 1 տարի մարզվում են։ Նման մրցարշավներից մեկում վերջերս 830 թռչուն է հավաքվել ավելի քան 450 կիլոմետր երկարատև թռիչքի համար։ Արշալույսին վանդակները միասին բացվել են, երբ աղավնիները բարձրացել են Բասրայի Ալ-Ֆաուի վրայով, մեկ ուղղությամբ թռչելով դեպի Նաջաֆ, մրցարշավային վերջին կետը։ Ժամերանց թռչուններից մեկն առաջինն է վայրեջք կատարել ձեղնահարկում, նվաճելով հաղթանակը եւ գլխավոր մրցանակը։ Ֆադելի խոսքով թռչունների տերերն ամեն տարի կենտրոնին վճարում են $50 յուրաքանչյուր թռչնի համար, կենդանիներին խնամելու եւ մարզելու դիմաց։ Մրցավազքերի ժամանակ դրամական մրցանակներ են շնորհվում լավագույններին, մրցավազքի դժվարության եւ տևողության հիման վրա, իսկ առաջին տեղը գրավողը կարող է մի քանի $1000 ստանալ։ Այս մրցույթները շարունակում են Իրաքի աղավնիների մրցավազքի ավանդույթը, որը պատմականորեն արմատավորված զբաղմունք է, երբ ընտանի աղավնիները մի ժամանակ ծառայում էին որպես հաղորդակցման կարևոր օղակ։ Նրանց օգտագործում էին քաղաքներում հաղորդագրություններ փոխանցելու նպատակով։ Կամբոջացի վանականներն օրհնել են 74 կխմերական մշակութային առարկա, որոնք Կամբոջա են վերադարձվել բրիտանացի արվեստի վաճառական Դուգլաս Լաչֆորդի ընտանիքից։ Վերջինս քաղաքացիական պատերազմի եւ կարմիր կխմերների դարաշրջանների ընթացքում անօրինական կերպով կամբոջական արտեֆակտներ էր դուրս բերել երկրից։ Կամբոջայի փոխվարչապետ Հուն Մանին բարձր է գնահատել միջազգային համագործակցությունը, որը հանգեցրել է արտեֆակտների հայրենադարձմանը։ Ես հպարտ եմ մեր երկրով կառավարության ջանքերով։ Մենք կարողացել ենք այս բոլոր արտեֆակտները տուն վերադարձնել։ Այս արտեֆակտները մեր նախնիների ժառանգությունն են մեր երեխաների համար, գալիք սերունդների համար։ Կամբոջայի հնագիտական վայրերը լայնածավալ թալանի են ենթարկվել 1980-ականներից մինչև 1990-ական թվականները քաղաքացիական հակամարտությունների ժամանակ։ Կամբոջայի կառավարությունը տարիներ է ծախսել հնությունների վերադարձն ապահովելու համար։ Մարոտ Հարվերդյան, Այլ լուրեր։